Վերափոխումներ ֆիլմը սկսեց շրջանառվել ողջ աշխարհում ուշ 90-ականներին։ Միլիոնավոր մարդիկ բախվեցին զորավոր դիմադրության։ Աստծո վերափոխող ներկայությունը դարձել էր ակտիվ ուժ ողջ համայնքներում եւ նույնիսկ ազգերում։ Այս միտքը մտել է շատ հավատացյալների եւ անհավատների երազանքների եւ զրույցների մեջ։ Տներում, եկեղեցիներում, բիզնեսում եւ նույնիսկ օրենսդրական մարմիններում նոր երեխա է ծնվել։ Երեխա, որի անունը հույս է։ Վերափոխող արթնության երևույթը նոր չէ։ Իհարկե, պատմության էջերը հարուստ են Աստծո շնորհքի հեղման օրինակներով։ Ամերիկայի երկրորդ մեծ արթնությունը, որը բռնկվեց 18-րդ դարի վերջին, տևեց գրեթե 50 տարի։ Այն կատաղի կրակի նման տարածվեց Նյու Ինգլանդում, Գյուղական հարավում, Գրեյթ Լեյքում, Միջին Արևմուտքի հարթավայրերում եւ ամենուր բերելով եկեղեցու աննախադեպ աճ։ Աշխատանքի ծավալը պարզապես ցնցող էր։ Նույնիսկ երեցական ընդհանուր ասամբլեան զարմանքով հայտարարեց, որ հասարակության բոլոր սովորությունները փոխվել են։ Եռանդուն քարոզիչ Չարլզ Ֆիննի առաջնորդությամբ քրիստոնյաները խորը ազդեցություն թողեցին բազում խնդիրների վրա՝ ալկոհոլի չարաշահումից մինչև ստրկություն եւ կանանց իրավունքներ։ Գործարանները դառնում էին քարոզատեղի եւ բանտերը դատարկվում էին հանցագործության բացակայության շնորհիվ։ Բոստոնցի հայտնի քարոզիչ Լիման Բիչերի խոսքերով դա ամենամեծ կրոնական արթնությունն էր, որ աշխարհը երբևէ տեսել է։ Դարերի ընթացքում նմանատիպ արթնություններ, Աստծո նմանատիպ շարժեր ցնցել են նաև Սաքսոնիան, ինչպես նաև բրիտանական կղզիները եւ ամերիկյան գաղութները։ Այս ազդեցությունը զգացվել է նաև Հեռավոր Արևելքում եւ Հարավային Աֆրիկայում, որտեղ այն արմատապես փոխել է հոգեվոր պատկերը։ Հավանաբար ամենադրամատիկը եղել է Ուելսի 1904 թվականի արթնությունը։ Երկրի գրեթե յուրաքանչյուր ընտանիք զգաց Աստծո վերափոխող ներկայության ազդեցությունը։ Թերթերի վերնագրերը վկայում էին հանցագործությունից ազատ քաղաքների մասին։ Դատավորները սպիտակ ձեռնոցներ էին հագնում, նշելու դատական գործերի նոր մաքուր մատյանը։ Դոկտոր Քեմբել Մորգանը Վեսթմինստերյան պալատում զարմանքով հայտարարեց. Ուելսը ողողված է Աստծո ներկայությամբ։ Գրեթե 50,000 նորադարձ կա։ Եվ մեծ արթնության նշանները ցույց են տալիս, որ նրանց թիվն ավելանում է։ Այն սփռվում է հարյուրավոր քաղաքների եւ գյուղերի վրա, դատարկելով գինետները, թատրոնները, պարահրապարակները։ Ամեն օր այն լցնում է եկեղեցին աղոթող բազմությամբ։ Գնացեք որտեղ ուզում եք, բանկեր, խանութներ, գնացքներ, մարդիկ ամենուր խոսում են Աստծու մասին։ Եթե կարողանայինք վերևից նայել Ուելսին, ապա կտեսնեիք, որ կրակը վառվում է այստեղ, այնտեղ եւ ամենուր, առանց կանխատեսման։ Սա աստվածային գերբնական այցելությունն է։ Թեև համայնքային վերափոխման երևույթը խորտ չէ եկեղեցու պատմությանը, այն երբևէ չի եղել այն հաճախականությամբ, որի ականատեսն ենք այսօր։ Կարծես թե մենք քայլ ենք դրել Աստծո շնորհքի կրակի հնոցի մեջ։ 2002 թվականի կեսերին մեր հետազոտական թիմը ուսումնասիրել է ոչ պակաս քան 175 վերափոխման արձանագրություններ, որն անկասկած դեռ երևացող այսբերգի կատարներ միայն։ Համեմատենք, երբ թողարկեցինք մեր առաջին վերափոխումներ ֆիլմը 1999 թվականի վերջերին, մենք գիտեինք ընդամենը 8 համայնքի մասին, որտեղ արթնություն է եղել։ Թվում է, թե հասարակությունը հիացած է այս պատմությամբ։ Վերջին ամիսներին միլիոնավոր հեռուստադիտողներ դիտել են Sentinel Group-ի վերափոխումներ փաստավավերագրական ֆիլմերը Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների աշխարհիկ հեռուստաալիքներով։ Վերափոխման պատմությունները գրավել են նախագահների եւ վարչապետների, պարլամենտականների եւ քաղաքապետների, գործարարների եւ իրավաբանների ուշադրությունը։ Աստծո ներկայությունը ընդունվում է որպես անհրաժեշտություն հաջողակ կառավարման եւ հասարակական բարեկեցության համար։ Ինձ համար հաճելի է տեսնել, որ Աստված սկսում է ցնցել այս երկիրը։ Փոփոխության համար հույսով լի այս փափագը նկատվում է նաև Աստծո ժողովրդի մեջ։ Ամբողջ աշխարհում տարբեր մարդիկ հավաքվում են մարզահրապարակներում եւ աղաղակում Աստծուն, որ իր վերափոխող զորությունը արձակի իրենց համայնքի վրա։
Եկ եւ փոխիր մեզ։ Ես նոր Cape Town եմ տեսնում։ Մենք ուխտ ենք կապում մեր Աստծո հետ, ինչպես ուգանդացիները։ Բավական չէ միայն հուսալ փոփոխության, որ Աստված կներառի մեր համայնքը իր արթնության ծրագրի մեջ։ Եթե ուզում ենք, որ հոգևոր վերափոխումը իրականություն դառնա մեր կյանքում եւ համայնքում, ապա հույսը պետք է իր տեղը զիջի հավատքին եւ նվիրմանը։ Մեր եզակի նպատակը պետք է լինի պատրաստել Տիրոջ ճանապարհը, որ նա իրեն լավ եւ հարմարավետ զգա մեր մեջ։ Բայց եթե Աստծո ներկայությունը խթանի չէ համայնքի վերափոխման համար, ուրեմն ո՞րն է այս հրաշալի երևույթի իրական էությունը։ Ես նկատի ունեմ Աստծո գործի ձևը եւ չափը մեր քաղաքներում։ Եկեք մի քանի րոպե տրամադրենք որոշ բանալի սահմանումներ քննարկելու համար։ Սկսենք նրանից, որ համայնքի վերափոխումը պետք է դիտվի որպես բազմակողմանի գաղափար։ Մի բան, որը ազդեցություն է ունենում ամեն ինչի վրա, եկեղեցու աճից մինչև երկրի բնապահպանությունը։ Սա պատահում է, երբ համայնքները եւ ազգը իրենց արժեքներն ու համակարգերը վարում են Աստծո շնորհիվ եւ ներկայությամբ։ Կարճ ասած, վերափոխված համայնքը մի վայր է, որտեղ աստվածային կրակը ոչ թե պարզապես անցել է, այլ հեղվել է այնտեղ։ Դա այն մշակույթն է, որը չափվում է Աստծո առկայության ամբողջական չափով։ Դա մի հասարակություն է, որտեղ գերբնական զորությունը հորդում է գետի նման, ինչպես հալված լավա, փոխելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ եւ ամեն մարդ։ Վերափոխումը ազդում է հասարակության բոլոր ոլորտների վրա, լինի դա քաղաքական, հասարակական, տնտեսական, հոգևոր, կրթական, նույնիսկ ժամանցային։ Այն քաղաքի իշխանությունների սրտում մի նոր նպատակ է առաջացնում։ Թեև շատ քրիստոնյաներ ընդունում են, որ վերափոխում կարող է տեղի ունենալ անհատների կյանքում, ընտանիքներում եւ եկեղեցիներում, շատերը ընդդիմանում են, երբ այս տերմինը գործածվում է համայնքների եւ ազգերի դեպքում։ Նրանք, ովքեր առարկում են, որ դա կիրառվի ավելի լայն հասարակական ենթատեքստում, չեն ասում, թե Աստված չի կարող գործել այդ մակարդակում։ Նրանք պարզապես չեն տեսել դա դեռ։ Ոմանք էլ հարցնում են, ինչպես կարող է համայնքը վերափոխված համարվել, երբ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հանցագործությունը, ամուսնալուծությունը, եկեղեցական բաժանումները դեռևս առկա են։ Բայց վերափոխումը կատարելությամբ չի չափվում։ Ներկայիս անկատար աշխարհում կատարյալ համայնքներ չկան։ Ուստի երբ ասում ենք, որ որևէ բան վերափոխվել է, նշանակում է փոխվել է, ոչ թե կատարյալ է դարձել։ Կատարյալ համայնք հասկացություն իհարկե գոյություն չունի, վերափոխումն ավելի շատ սրբացման է նման, այն թե իրադարձություն է, թե ընթացք։ Համայնքի կատարյալ չլինելը Աստծո համար այնքան կարևոր չէ, որքան այն առաջընթացը, որ համայնք ապրել է իր նախկին վիճակից։ Օրինակ Արևելյան Արկտիկան։ Թեև ոչ ոք չի պնդում, որ այս տարածքը խնդիրներից ազատ է, միևնույն ժամանակ չի կարելի չնկատել, որ այն իր նախկին կարգավիճակում չէ։ Ես տեսել եմ այս համայնքի վերափոխումը Աստծո զորությամբ։ Վերջին 10 տարում հյուսիսային Կանադայի ինուիտները տեսել են, թե ինչպես է հույսի հոգին հիմնովին ջնջում քրոնիկական սեռական բռնությունների եւ ալկոհոլիզմի հետևանքները։ Եթե առաջ բնակչության 95%-ը հարբեցող էր, այժմ ընդամենը 5-ն է այդպիսին։ Ամուսնալուծությունների, հանցագործության եւ ինքնասպանության թիվը կտրուկ նվազել է։ Այստեղ հյուսիսում տեսնում ենք, որ նույնիսկ երկիրն է բարելավվել հավատացյալների կյանքի փոփոխությունից։ Այսպիսի վերափոխման հաջողությունը հնարավոր է միայն Աստծո ներկայության դեպքում, քանի որ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել»։ Համայնքները անհատների նման շարունակ ինքնություն են փնտրում։ Շատերը փորձում են իմաստ գտնել տեղական արդյունաբերությունում եւ սպորտային մրցումներում։
Մյուսները հուշարձաններ են կանգնեցնում կամ կազմակերպում տարեկան բազմամարդ փառատոններ, բայց այս գործողությունները չեն կարող ծածկել իրական արմատների պակասը։ Փաստն այն է, որ այսօրվա քաղաքները լցված են հոգևորապես անտուն մարդկանցով, որոնք չգիտեն, թե ովքեր են եւ ուր են գնում։ Իրավիճակից կարելի է դուրս գալ միայն, երբ Աստծուն հրավիրենք, որ մեր մեջ բնակվի։ Երբ Աստված բնակվում է մի համայնքում, նրա ներկայությունը դառնում է մեր ինքնությունը։ Մենք վերականգնում ենք ձգողականության ուժի ընդհանուր կենտրոնը։ Սրա վառ օրինակ է Գվատեմալայի բարձրավանդակներում գտնվող Ալմոլոնգա քաղաքը։ Քաղաք, որին աշխարհիկ լրատվությունը անդրադառնում է որպես Ciudad de Dios, Աստծու քաղաք։ Երբ մտնում եք քաղաք, անցնում եք մի ցուցանակիտակով, որի վրա գրված է. Հիսուսը Ալմոլոնգայի տերն է։ Հիսուս Տեր է համայնքի բոլոր ասպեկտներում։ Մեր Աստված ամբողջ աշխարհի Տերն է։ Երբ քաղաքի մեջ ամեն բնակավար հանձնվում է Աստծո գերբնական իշխանությանը, մի նոր ճակատագրի զգացողություն է գալիս այդ քաղաք կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Աստված պետք է ղեկավարի ողջ աշխարհը, նա պետք է ղեկավարի քաղաքականությունը, պետք է ղեկավարի եկեղեցին, տնտեսական զարգացումը, ծովային կյանքը եւ այլն։ Նա է ամենքի Աստվածը։ Եզեկիել մարգարեի խոսքերով, եւ այդ օրից քաղաքի անունը Եհովա Շամմա պիտի լինի, այսինքն Տերն այնտեղ է։ Եսային հռչակում է. դու այլևս թողնված քաղաք չես կոչվում։ Իրական արթնությունը ոչ այլ ինչ է, քան մեր քաղաքների վերանվանումը եւ վերահաստատումը։ Վերափոխումն Աստծո բնավորության իրական արտացոլումն է, որը դրսևորվում է ամեն հնարավոր կերպով։ Վերջին մի քանի տարիների մեր հետազոտությունները տասնյակ վերափոխված համայնքներում մի շարք հիմնական սկզբունքներ են Երևան հանել։ Մինչ մենք համառոտ կանդրադառնանք այդ սկզբունքներին, հիշեք, որ սրանք սկզբունքներ են եւ ոչ թե ռազմավարություն կամ մեթոդ։ Թեև գայթակղի չէ այդ նմուշները կրկնօրինակելը, բայց սկզբունքները ավելի արժեքավոր են, որովհետեւ դրանք ազդում են վերարտադրողական կյանքի վրա։ Դրանք սերմեր են, որոնք կարող ենք ցանել։ Առաջին եւ հավանաբար ամենակարևոր սկզբունքը վերաբերում է հնարավորությանը։ Աստված կոչ է անում մեզ կանչել իրեն, որ վերափոխի մեր համայնքները։ Արմատը կամ հիմքը, որից բխում են արթնությունը, փրկությունը կամ բժշկությունը, գալիս է Աստծո բնավորությունից։ Այդ բնավորությունն ուզում է բերել բժշկություն, առողջություն, փոփոխություն, փրկություն, արթնություն, համայնքի վերափոխում։ Այս բոլոր բաներն Աստծո սրտում են։ Ինչպես ենք ներգրավում նրան։ Մենք ներգրավում ենք նրան աղոթքներով, փնտրելով եւ հետևելով։ Երբ հասկանանք Սուրբ Հոգուն եւ զգանք, որ Աստծո ներկայությունն այնքան ուժեղ է, որ կարող է փրկել մարդկանց, ապա նրանք հանկարծ կհասկանան, որ կորած են եւ կսկսեն գալ։ Նա խոսեց Եսայի մարգարեի միջոցով. Դուք, ով Տիրոջ հիշողներ, լուռ մի մնացեք եւ նրան հանգստություն մի տվեք, մինչեւ չհաստատվի Երուսաղեմը եւ նրան երկրի գովելի քաղաքը չի դարձնի։ Կարծում եմ յուրաքանչյուր հովիվ կարող է ասել, մենք կարիք ունենք, որ Աստված գա։ Իմ քաղաքը պատկանում է Հիսուս Քրիստոսին եւ նրա թագավորությունը հաստատվելու է իմ քաղաքում։ Կարծում եմ տարբերություն կա դա ուղղակի ասելու եւ այն քո ներսում այնքան խորը զգալու մեջ, որ դա հենց այն է, ինչ ապրում ես։ Աստծո ներկայությունն ունենալուց առավել թանկ բան չկա։ Եթե ուզում ենք, որ Աստված մեծացնի մեր հոգևոր փափագը, ապա պետք է խնդրենք նրան։ Բայց եթե ուզում ենք, որ մեր սրտերն ու կյանքերը լցվեն նրանով, նշանակում է, որ նախ պետք է դատարկվենք բավարարվածությունից։ Մեր կարողությունը շատ փոքր է։ Քանի որ Աստծո խոսքը եւ Աստծո խոսքի ուսումնասիրումը լայնացնում եւ խորացնում են մեզ, եւ Սուրբ Հոգին շարունակ լցնում է մեզ, բայց մենք երբեք չենք կարող ասել, որ բավականաչափ լիքնենք, միայն ոչ այս կյանքում։ Նախ եւ առաջ Աստված պետք է լցնի մեզ այն գիտակցությամբ, թե որքան դատարկ ենք, որքան ցածր ենք, որքան թերի ենք, եւ դա էլ կստիպի մեզ աղաղակել սրտի խորքից, որ մոտեցնի իրեն։ Ոչինչ ավելի պատրաստակամորեն չի բերում Աստծո ներկայությունը, քան սրբությունը եւ խոնարհությունը։ Երբեմն ծառայության մեջ կարող ենք դառնալ շատ հպարտ, ամբարտավան եւ մեծ կարծիք ունենալ մեր մասին։ Սրանք այն բոլոր բաներն են, որոնք հակառակ են վերափոխմանը։ Մենք սկսում ենք այնտեղից, որտեղ որ կանք։
Մենք ասում ենք. Տեր, արդյոք իմ կյանքում եւ եկեղեցում այնպիսի բաներ կան, որ պետք է մեռնեն։ Իրականում, եթե ուզում ենք փոխել մեր քաղաքը, պետք է նախ մենք փոխված լինենք։ Աստված հպարտներին հեռու է պահում, բայց խոնարհներին մոտեցնում է իրեն։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, Աստված խոստացել է բնակվել նրանց հետ, ովքեր խոնարհ եւ կոտրված հոգի ունեն, եւ նրա աչքերը արդարների վրա է։ Կարծում եմ հոգով աղքատ լինելը ոչ թե աստվածավախության նշան է, այլ սրտի խոնարհության։ Կարծում եմ մեծագույն բանը, որ խանգարում է Աստծո հետ մեր միությանը, հպարտությունն է։ Արդյունքում մենք հեշտությամբ ենք վիրավորվում։ Մի հիմնավոր որոշում կա, որ յուրաքանչյուր ոք պետք է կայացնի։ Ես չեմ վիրավորվելու։ Մարդիկ, որոնց Աստված ընտրում է, որ գործածի կոտրված մարդիկ են։ Խոնարհությունը պետք է այսօրվա եկեղեցու ամենագործածելի բառը լինի։ Վերափոխումը պետք է ոչ միայն տեսնել, այլև պահպանել։ Ինչպես տեսակ, այս ազգի վերափոխումը վերագրվում է պարզ մարդկանց, որոնք անկեղծ սիրտ ունեն ծառայելու, երկրպագելու Տիրոջը եւ պարզապես կախված լինելու Տիրոջից։ Տերը մեզ միտք է տվել բանականության համար, բայց բանականությունը պարզապես գործիք է, որով պետք է աշխատել։ Այն միայն մեր սառն աշխարհի սահմանները կտրել անցնելու համար չէ։ Միտքը ինքնին արդեն սառն է։ Առանց նրա ոչինչ չենք կարող անել։ Արթնությունը մասսայական շարժումներից չի սկսվում, այլ մի շարք անհատական որոշումներից։ Երբ նայում եք մի համայնքի եւ մտածում, թե ինչպես կարող է այս համայնքն ավելի առողջ լինել, ասենք, որ այն սկսվում է անհատներից։ Այն կետը, որից մենք սկսում ենք, ամենակարևորը չէ։ Կարևորը սկսելն է։ Կարևոր չէ, թե մենք ինչ ենք անում։ Կարևորն այն է, թե ինչու ենք անում։ Մարդուն տպավորում է գործողությունը, Աստծուն տպավորում է հնազանդությունը։ Մենք պետք է փորձառաբար ապրենք այն, ինչի համար աղոթում ենք մեր քաղաքի անունից։ Կարևոր է Աստծո ներկայության մեջ բնակվելը, ժամանակ տալ Աստծո նպատակներն Աստծո սիրտը փնտրելու համար։ Իմ պարտականությունն է միանալ այս աղաղակին, արթնություն բեր, Տեր։ Զգացմունքներն ամենակարևորը չեն, կարևորն այն է, ինչ Աստված ուզում է մեր կյանքի փոփոխության համար։ Դուք դիմադրության կհանդիպեք։ Մենք կարող ենք հուսահատվել, երբ մեր շուրջը նայելով տեսնենք, որ բոլորը նույնչափ խանդավառված չեն արթնությամբ։ Մեր արձագանքից է կախված, թե արդյոք ընդդիմությունը կտանի արթնության, թե կսպանի մեր արթնությունը։ Աստված չի կենտրոնանում ուրիշների վրա, Աստված կենտրոնանում է մեզ վրա։ Որոշում կայացրու, հենց կայացնես այդ որոշումը, սկսիր փնտրել ուրիշներին, որոնք կբաժնեկցեն նույն որոշումը։ Դա կդառնա այն կորիզը կամ հոգևոր ատոմը, որը սկիզբ կդնի շղթայական ռեակցիային։ Երբ այն սկսվում է ձգել մարդկանց, այն սկսում է ներգրավել մարդկանց, այն պետք է սկսի այդ որոշումը կայացրած մի շարք մարդկանցից։ Այստեղ գործում է դոմինոյի օրենքը, այսինքն ինչ որ անում ես քո կյանքում, ազդեցություն է ունենում այն ամենի վրա, ինչին դու հպում ես քո առօրյա գործերում եւ շրջապատում։ Առանց բացառության յուրաքանչյուր համայնքում այն սկսվում է մի քանի հոգուց, այլ մարդկանցից, ովքեր չեն զիջում, ջանում են եւ շարունակում են աղոթել եւ աղաղակել Աստծուն օրեր, շաբաթներ եւ ամիսներ շարունակ։ Այս երիտասարդները մարտահրավեր նետեցին բոլոր երիտասարդներին ողջ աշխարհում, ասելով. «Ով է ձեր հոգու պահապանը, ում եք իսկապես հնազանդվում»։ Մարդիկ ամենուր սկսեցին փոխվել, նրանք սկսեցին փնտրել Տիրոջը ծոմ պահելով, աղոթելով եւ Աստծո առաջ խոնարհվելով։ Եվ շուտով կրակը սկսեց տարածվել ողջ երկրում։ Աստվածաշնչյան միաբանությունը հանգեցնում է Աստծո օրհնությանը, բայց այն ոչ ենթադրում է, ոչ էլ պայմանավորված է մեծամասնությամբ։ Անկասկած առաջին հուսահատ ընդունողները գրեթե համոզված էին, որ փոքրամասնության մեջ է։ Աստված երբեք չի օգտագործել մեծամասնությանը, նա մեծամասնության կարիքը չունի։ Դուք չեք կարող կատարյալ միաբանություն առաջացնել մի համայնքում։ Եթե նայեմ Կալիին, Կոլումբիային, Գվատեմալային, Արկտիկային, Ուգանդային եւ այլ վայրերին, որտեղ Աստված շարժվել է,
Տեսնում եմ, որ այն չի սկսվել այն ժամանակ, երբ ողջ ժողովուրդը հավաքվել էր Աստծո առջև ու խնդրում էր միաբանություն։ Միաբանությունը եկավ որպես հարաբերությունների հետևանք։ Երբ թագավորը իմ թագավորն է եւ թագավորը նաեւ քո թագավորն է, եւ այդ թագավորության կապը կա մեր միջև, ուրեմն ապրում ենք արքայության օրենքներով։ Ահա թե ինչ ենք ուզում տեսնել մեր քաղաքներում։ Երբ 2-3 քաղցած, սուրբ, խոնարհ սրտեր միաբանվում են արթնության համար, ուրեմն Աստծո ներկայությունը մոտ է։ Երբ նույն միտքն ունեցող մարդիկ միաբանվում են, կարծում եմ նրանք բերում են Աստծո ներկայությունը, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, ես այնտեղ կլինեմ։ Աստծո ներկայությունը կարողանում է միաբանել մարդկանց մեկ նպատակի շուրջ։ Միաբանությունը հիմնված չէ մի սենյակում կամ մի իրադարձության համար հավաքված մարդկանց քանակության վրա։ Մենք յուրահատուկ միաբանություն ենք ունենալու, գերբնական միաբանություն։ Միաբանություն չի նշանակում միմյանց ձեռքերն այնքան բռնել, որ քրտնեն եւ երգել մենք մեկ ենք հոգով։ Միաբանությունը մի բան է, որ Աստված է տալիս, երբ մենք միասին աղաղակում ենք։ Ըստ Հակոբոսի, արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ զորություն ունի։ Մեզնից շատերը ջերմեռանդորեն աղոթել են, միայն թե ընդհատումներով։ Մենք Աստծո առջև կոտրված ենք գալիս։ Պետք է Աստծո առջև գանք խոնարհ, կոտրված, ապաշխարությամբ, խոնարհվելու պատրաստակամությամբ եւ հանձնվենք նրան։ Գիտեմ, որ վերափոխումն ուրիշ սկզբունքներ էլ ունի, բայց չեմ կարծում, որ որևէ սկզբունք կարող է գործել առանց ջերմեռանդ, ճեղքող եւ համոզիչ աղոթքի հիմքի։ Աղոթքը հիմնասյունն է, ոչ ոք չի կարող խլել քո աղոթքը։ Մենք պետք է աղոթքի մարդիկ լինենք։ Պետք է ցավ քաշենք, նկատի ունեմ վճռական աղոթողներ լինենք, երբեմն աղոթքն ավարտվում է հուսահատությամբ։ Տեր, մենք չենք թողնի ու գնա, մինչև չպատասխանես մեզ։ Աղոթք, որ կարճում է Աստծուց եւ թույլ չի տալիս հեռանալ։ Աղոթք, որը մեր հոգսերը նրան է հանձնում եւ աղոթք, որ թույլ է տալիս նրան ձուլել մեզ եւ դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում։ Աղոթք, որ տանում է Աստծո ներկայության մեջ։ Ջերմեռանդ աղոթելով մենք պետք է ոչ միայն համայնքի սիրտը ներկայացնենք Աստծուն, այլև Աստծո սիրտը համայնքին։ Միայն այդ դեպքում կարող ենք նայել քաղաքի եւ ազգի խնդիրներից վեր եւ սկսել աղոթել նրա ճակատագրի համար։ Եթե մենք սրտանց չենք մտահոգվում ազգի համար, ապա երբեք չենք կարող ճեղքում ունենալ։ Լավագույն աղոթքն այն է, երբ համագործակցում ենք Սուրբ Հոգու հետ։ Աստված խոսեց իմ սրտի հետ դեռ վաղուց ուսումնականներին։ Եվ հասկացրեց ինձ, որ նա ծրագիր ունի Լոնդոնի համար։ Եվ ես հավատում եմ, որ այն իրականություն կդառնա։ Մենք պետք է կենտրոնանանք արդյունքի վրա։ Թող մարդիկ տեսնեն ինչպես է աղոթքը բառացիորեն փոխում ամեն բան։ Արդյոք այս տարի կիրականանա կամ այս տասնամյակում, միգուցե 20 տարի հետո։ Կարծում եմ, որ այն կախված է այդ համայնքի քրիստոնյաների աղոթքի նվիրումից եւ նրանց ցանկությունից, որ Աստված շարժվի։ Մենք մոռանում ենք, որ ճակատագրի Տերը Աստված է, իսկ մենք այդ ճակատագրի մի մասը, մենք ճակատագրի մարդիկ ենք։ Ազգերը լսում են փողի ձայնը։ Ազգերը պատրաստ են աղաղակել Աստծուն։ Այժմ աղոթքին ավելի ու ավելի շատ նախապատվություն են տալիս։ Այն կապ չունի կարողության կամ հարմարության հետ, այլ գործ ունենք հուսահատության հետ։ Ժամանակը քիչ է։ Ինչ կպատահի Հյուսթոնում, Տեխասում, եթե եկեղեցիների 50%-ը միաբանվի եւ ջերմեռանդ աղոթք բարձրացնի։ Ձեր կարծիքով Աստված որևէ բան կանի Հյուսթոնում։ Ինչ կլինի, եթե դա պատահի Լոս Անջելեսում, Բալտիմորում կամ որևէ այլ տեղ։ Ինչ կպատահի, եթե Քրիստոսի զորավոր մարմինը միաբանվի։ Կարծում եմ սա աներևակայելի է։ Ինչ կպատահի, Աստված կգա։ Ինչ կպատահի, Աստված կգա։ Որտեղից գիտեմ։ Նա է այդպես ասել։ Հարցը հետեւյալն է, ինչու այդպես չենք վարվում։ Եթե մեծամասշտաբ եկեղեցու աճը կանխատեսելի է վերափոխող արթնության ժամանակ, ապա դրա տևողությունն ու միջոցները կանխատեսելի չեն։ Արթնություններն ունեն համարձակ, վճռական, ռոմանտիկ, հրաշալի բնույթ։ Աստծո ներկայությունը գալիս է, երբ Աստծո ժողովուրդն աղաղակում է Աստծուն եւ այն տեսանելի կլինի ֆիզիկական աչքի համար, ինչպես մառախուղ, ամպ, որն իջնում է ժողովրդի վրա։ Այն ինչը կյանքը հետաքրքիր է դարձնում կամ ավելի ճիշտ է ասել, ապրելու արժանի է դարձնում, անկանխատեսելի է եւ ոչ ապահով։ Դա մի բան է, որը մեր վերահսկողությունից դուրս է։ Աստծո ծրագիրը մեզ խիստ զարմացրեց։ Աստծո անկանխատեսելիությունը միշտ ուրախալի է, զարմանալի եւ երկյուղալի։
Հիսուս հոգու շարժը նմանեցրեց քամուն, նա ասաց. «Դուք ճշգրիտ չգիտեք, թե այն որտեղից է գալիս եւ ուր է գնում»։ Նախքան Աստված գալիս է մի քաղաք, նա գնահատում է անհաշիվ փաստերը եւ փոփոխությունները, որոնք վերաբերում են այդ համայնքի պատմությանը եւ հոգեվոր քաղցի մակարդակին։ Այնուհետև օգտագործում է այս գիտությունը, ուրվագծելով իր կատարյալ ռազմավարությունը։ Այն, որ մենք հաճախ հիմարանում ենք կամ հետ ընկնում այդ ռազմավարությունից, մեր սահմանափակության արդյունքն է։ Մեր մեջ պակասում է Աստծո զորությունը։ Երբ հավիտենականն իրեն դրսևորում է որպես ժամանակավոր, պատկերը միանգամայն այլ է ստացվում։ Դուք չեք կարող Աստծուն ձևաչափի մեջ դնել, Աստված չի կրկնվում։ Այն ինչ նա արել է անցած ուրբաթ, միգուցե չանի այս ուրբաթ։ Մեր զարմանքը Աստծո մոտեցմանը կարող է կապված լինել նաև մեր հպարտության եւ անհամբերության հետ։ Մենք մեզ հարմար ռազմավարություն ենք մշակում, հետո փորձում ենք հաստատել կատարյալ պահը Աստծո այցի համար։ Մենք զարդարում ենք շքամուտքը դրոշներով, պատրաստում ենք կարմիր գորգը, կազմակերպում ենք երաժիշտների գործը, բայց հաճախ մեր բարի գալուստը ձախողվում է, քանի որ Աստված աննկատ ներս է մտնում հետևի դռնով։ Մենք կարող ենք ասել, որ պարտադիր չէ, որ Աստծո մուտքը վեհապանց լինի, քանի որ Աստված չի սիրում ցույց տալ իրեն, նա պարզապես հայտնվում է։ Մենք պարզապես պետք է համընթաց քայլենք Սուրբ Հոգու հետ, նա շատ ավելին գիտի, քան մենք։ Աստված թույլ չի տա, որ իր այցը մեր մեջ բեմական լինի։ Նա ավելին է, քան յուրահատուկ քարոզիչը կամ պատգամախոսը։ Նա կամենում է, որ իրեն հրավիրեն, բայց նա կգա միայն իր ժամանակին։ Նա մեզ ինչ-որ տեղ է տանում, նա մոտեցնում է մեզ մեր ճակատագրին։ Կարծում եմ Աստծո ցնծությունը նաև մեր զարմանքն է։ Առաջնորդները մեծ դեր ունեն արթնության մեջ, բայց նրանք պետք է ճիշտ առաջնորդներ լինեն։ Նրանք պետք է նվիրված լինեն համայնքին, նույնիսկ եթե այն չար է։ Նրանք պետք է պատրաստ լինեն դիմակայելու թե անտարբերությանը, թե երբեմն ակտիվ ընդդիմությանը։ Տոկուն առաջնորդը նա է, ով չի հանձնվի նույնիսկ դժվար ժամանակներում։ Ես պետք է որոշում կայացնեմ եւ ասեմ, ինքնուրույն չեմ կարող այս կյանքն ապրել։ Այնտեղ գնալու միակ կերպը մեզ պատահած ամեն ինչում համբերելն է։ Չի լինելու այնպիսի ժամանակ, որ կարողանամ հանգիստ ասել. Ես հոգնած եմ, ուզում եմ հոգեպես հանգստանալ մի քիչ։ Կարծում եմ ես կլճանամ, դա լավագույնը չէ։ Մեր ծառայությունը կարճ ժամանակում աստղ դառնալը չէ։ Մենք երկարաժամկետ ծառայության մեջ ենք ընդգրկված։ Նպատակը պետք է լինի դիմանալ մինչև վերջ եւ կանգնել Հիսուսի առջև ճիշտ կերպով։ Ծառա առաջնորդը նա է, ով մտահոգվում է կորածների համար, դիմանում մինչև վերջ, առաջնորդում կանանց ու տղամարդկանց այն թագավորությունը, որը նրանց սեփականը չէ։ Արթնության կամ վերափոխման ժամանակ մարդիկ կգնան այնտեղ, որտեղ կառաջնորդեն իրենց։ Երբ մեկն իր ազգի բեռը վերցնում է իր վրա, Աստված պատվում է նրան, եւ Աստված օծում է այդ տղամարդուն կամ կնոջը։ Աստված փնտրում է այնպիսի առաջնորդների, Աստծո տղամարդկանց եւ կանանց, ովքեր կասեն. «Ես կկանգնեմ խրամատում իմ ազգի համար եւ կվերցնեմ նրա բեռը»։ Վերափոխող առաջնորդներից շատերը կաղաղակեն Աստծուն նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր համաձայն չեն իրենց հետ։ Նրանք պատրաստ կլինեն հասնել բոլոր մարդկանց, քանի որ նրանք գիտակցում են, որ եթե Տերը փոփոխություն է բերելու երկրում, ապա ես նրանց կարիք ունեմ։ Աստված անհավատալի բաներ կանի քո կյանքում, եթե քեզ չհուզի այն, թե ում է այն վերագրվելու։ Զարմանահարաշ բաներ ենք կարդում Հիսուսի մասին Փիլիպեցիներին ուղղված ուղերձում։ Նա մեծագույն առաջնորդն էր, սակայն իր անձը ոչինչ համարեց։ Կարևորն անունը կամ տիտղոսը չէ, կարևորն Աստծո պարգևներն ու կոչումը ընդունելն է։ Մենք սեփականատեր չենք, մենք բաժնեկիցներ ենք, մենք գործընկերներ ենք արքայության մեջ, դա մեզ չի պատկանում։ Բայց նրանք շարունակ փառքն Աստծուն են տալիս։ Ինչպեսի առաջնորդների կարիք ունենք վերափոխման համար։ Մարդիկ, ովքեր նման են Հիսուսին։ Արթնության առաջնորդները հաճախ անհավանական թեկնածուներ են եւ հոգեվոր աստիճաններ չունեն։ Վերջիվերջո առաջնորդության չափանիշն այն չէ, թե արդյոք այդ տղամարդը կամ կինը ազդեցություն ունի հասարակության վրա, այլ այն, թե արդյոք նա ազդեցություն ունի Աստծո մոտ։
Զարմանալի չէ, որ վերափոխման ընթացքում որոշ ընդհանուր խոչընդոտներ են հանդիպում, որոնց դեմ պետք է պայքարել։ Թեև այս խոչընդոտները կարող են հանդիպել ամենուր, դրանք հատկապես հանդիպում են արևմտյան հասարակության մեջ։ Հավանաբար ժամանակն է հարցնել, թե ինչու։ Սկսենք նրանից, որ շատ հավատացյալների մոտ այն տպավորությունն է, որ վերափոխող արթնությունը խորհրդավոր աստվածային ընթացք է։ Իրենց կարծիքով մենք շատ բան չունենք անելու Աստծո միջամտությունը խնդրելու գործում։ Ինչևէ, այս միտքը հակասում է Սուրբ գրային բազմաթիվ համարներին։ Օրինակ, երկրորդ մնացորդաց 7:14-ին եւ Եսայի 62:7-ին։ Եթե մենք անենք այն, ինչ Աստված պատվիրել է անել, ապա նա կանի այն, ինչ ուզում է անել, բայց եթե նա մեզ որևէ բան է ասում, իսկ մենք չենք անում, նշանակում է մենք անհնազանդ ենք։ Կարծում եմ մեծագույն խոչընդոտը, որ հանդիպում է վերափոխման ընթացքում, ինքներս մենք ենք։ Ֆատալիզմի մի մասը, որ մտել է եկեղեցի, այն է, որ մենք պարզապես հանգիստ նստում ենք եկեղեցում մտածելով, ինչ լինելու է կլինի եւ երգում ենք հին երգեր, Աստծուն փնտրելու փոխարեն։ Ինչու է եկեղեցին դժվարանում հավատալ, որ վերափոխման նման խորը եւ զորավոր բանն Աստծո մտադրությունն է եւ ներկայացնում է նրա ծրագրերն ու նպատակը մեր օրերում։ Կարևոր է գիտակցել, որ Աստծո շարժի մեջ թե Աստված, թե մենք դեր ունենք կատարելու։ Ուր է առաջնորդում մեզ Աստված։ Պետք է Աստծո հետ համագործակցենք։ Նա սպասում է մեզ։ Նա ընտրել է մեզ, որ իր տունը լինենք, իր մարմինը, որի միջոցով նա կհայտնի իրեն ժամանակի եւ տարածության այս աշխարհին։ Աստված երբեք չի կորցրել իր հրատապությունը։ Նա չի կորցրել իր սերը, ջերմեռանդությունը եւ կենտրոնացումը։ Նա շարունակում է իր վերափոխող գործը այս օրերում այնպես, ինչպես միշտ է արել։ Մենք հաճախ սխալ ենք մեկնաբանում Աստծո լրությունը, համարելով, որ դա նշան է, որ մենք սկսենք վերահսկել իրավիճակը։ Մենք փորձում ենք ծրագրել, թե ինչպես պետք է անցնի արթնությունը։ Բայց քանի որ մենք չենք կարող տարբերակել լավ գաղափարները Աստծո գաղափարներից, արդյունքում ունենում ենք կրոնավոր իներցիա, ոչ թե իրական հոգևոր փոփոխություն։ Շատ հաճախ մենք շփոթվում ենք, չտարբերակելով իրական հավատքը եւ կրոնական խաղը, որ մենք խաղում ենք։ Ըստ հումանիզմի եւ փիլիսոփայության մարդն ամեն ինչի պատասխանն ունի, մարդն ամեն բան կարող է։ Մենք կարծես ծրագրավորված ենք։ Մի ծրագիր պետք է լինի, որը կօգնի մեզ այս իրավիճակում։ Սա տեղի է ունենում նաեւ եկեղեցում, որն իհարկե վախեցնող է։ Մենք խաբում ենք ինքներս մեզ մտածելով, որ ամեն բան լավ է։ Մենք հասկացել ենք ամեն բան։ Մենք ունենք բանաձևը։ Բայց փաստն այն է, որ մեզ մոտ բացակայում է այն, ինչ Հիսուսը կոչեց իրական հավատք, որը վերափոխումն է։ Շատ հեշտ է արքայություն կառուցելուց անցնել ծառայություն կառուցելուն։ Մենք այնքան ենք զբաղվել ավետարանը հաստատելով, որ բաց ենք թողել ամենահրաշալի մտերմիկ փոխհարաբերությունը, որ կարող ենք ունենալ մեր Արարչի հետ։ Եթե Աստված չփոխի մարդկանց, մարդիկ չեն փոխվի։ Ծրագրի վրա կենտրոնանալը ցույց է տալիս մեր անհամբերությունը եւ հպարտությունը։ Մենք ոչ միայն վիրավորում ենք Աստծուն, երբ փորձում ենք մեր սեփական ծրագրերը առաջ տանել, այլև իրականում սահմանափակում ենք նրա կարողությունը առաջնորդելու մեզ եւ մեր համայնքը իրական արթնության մեջ։ Որքան փորձենք մեր ծրագրերը առաջ տանել, այնքան ուշ կճաշակենք իրական հաղթություն։ Շատ հաճախ մենք մեր կարծիքն ենք առաջ տանում, ասելով կարծում եմ այսպես է, կարծում եմ սրա կարիքն ունենք առանց Աստծուց ուղղություն խնդրելու, նրան լսելու, նրա ներկայությունն ու շարժը մեր մեջ եւ մեր շուրջը զգալու։ Մարդուց պատասխան մի ակնկալեք։ Թույլ մի տվեք, որ աշխարհը ճնշի ձեզ։ Աղոթքին ժամանակ հատկացրեք։ Որոշումներ մի կայացրեք առանց Աստծուն լսելու։ Աստծո խորհուրդն է, որ բացակայում է մեր մեջ։ Երբ սպասում եմ նրա ներկայության մեջ, լսում եւ փնտրում եմ նրան, հասկանում եմ ինչ է նա ուզում եւ ինչ է պատրաստվում անել։ Այնուհետև ես կարողանում եմ համագործակցել նրա ստեղծարաշարժի զորության հետ։ Ինչ ծրագիր էլ որ ունենանք, ինչպիսին էլ լինի մեր իրավիճակը, դրանցից ոչ մեկը, որքան էլ որ լավը լինի, չի կարող վերափոխում բերել։ Միայն Աստված կարող է անել։ Ոչ մի ծրագիր, ոչ մի պլան չի կարող այն իրականացնել։ Մեր զբաղվածությունը գողանում է մեզանից։ Այն շատ գայթակղիչ է։ Եթե համառ պայքար չմղենք դրանց դեմ, ապա կընկնենք մեր հաջողությունների ծովակը։
կհասնենք այն աստիճանին, որ կմոռանանք նրանից կախված լինելու հանգամանքը, որն էլ մոտեցնում է մեզ նրան։ That keeps the dependency that draws me into intimacy. Միայն Աստված կարող է գործի դժվար մասն անել, որ փոխի ողջ համայնքը։ Եթե մենք ուզում ենք հասնել դրան, վերափոխմանը, նախ նա պետք է գա այստեղ։ Վերափոխող արթնության ընթացքում առաջացող խոչընդոտներից մեկն էլ այն է, որ մենք հակված ենք փոքրացնել մեր ակնկալիքների սահմանը։ Այս կարևոր գաղափարը հաշվի չառնելու փոխարեն մենք այն հարմարեցնում ենք փոքր հաղթանակներին։ Սրա վտանգն այն է, որ ընդունելով ավելի փոքր փոխարինող բաներ, մենք կարող ենք բաց թողնել իրականը։ Մենք սկսում ենք փոքրացնել սահմանը, մենք կենտրոնանում ենք նրա վրա, թե ինչ կարող ենք անել։ Դրա արդյունքում մենք հանկարծակի սկսում ենք ապավինել ինքներս մեզ։ Կարծում եմ վերափոխմանը կարող են խանգարել ձևապաշտությունը, ինքնաբավությունը, գաղթ վիճակը, փոքր բաներով բավարարվելը։ Եթե մեր նպատակները բավականաչափ մեծ են, ապա փոքր ճեղքումները չեն շեղի մեզ։ Նա այնքան շատ բան է ուզում անել։ Խնդիր ունենք արևմտյան հասարակությունում, կարծում ենք, որ մենք աշխարհից հեռացել ենք եւ կանգնեցնում ենք եկեղեցու աճը։ Մենք արևմտյան ժողովուրդս, Հյուսիսային Ամերիկայի քրիստոնյաներս ամենակիչ հասունն էինք Քրիստոսի մարմնում 21-րդ դարի սկզբին։ Մենք մարդկայնացրել ենք քրիստոնեական ավետարանը, մենք մարդկայնացրել ենք քրիստոնեական ծառայությունը, մենք հումանիզացրել ենք եկեղեցին եւ Աստված եկեղեցիներից շատերի հետ շատ քիչ գործ ունի։ Մենք այնքան ենք վարժվել լսել Աստծո մասին, որ այլևս չենք կարողանում լսել նրան։ Մենք ավելի շատ խոսում ենք Հիսուսի մասին, քան Հիսուսի հետ։ Մենք ավելի շատ սովորեցնում ենք Հիսուսի մասին, քան հետևում նրան։ Մենք խոսում ենք նրա մասին որպես կենդանի Աստված, բայց չենք ակնկալում, որ ապրի մեր կյանքում։ Բազմաթիվ քրիստոնյաներ, հատկապես բարեկեցիկ արևմուտքում, գերբնականի ակնկալիք չունեն։ Նրանք հավատում են վերափոխմանը, բայց նրանք նաև համոզված են, որ այն կարող է տեղի ունենալ առանց արթնության։ Առաջնորդվելով դեմոգրաֆիայով եւ տեխնիկայով, մոռանում են, որ Աստծո մեթոդներն ու կանչը հաճախ չեն համապատասխանում մարդկային տրամաբանության չափանիշներին։ Երբ սեպտեմբերի 11-ը եղավ, մեր ազգում շատերը մտածեցին, որ դա ֆիլմ է։ Քանի որ նրանք այնքան ֆիլմեր էին դիտել, որ չպատկերացրին, որ դա իրականություն է։ Եկեղեցին կարծում է, որ Աստված ֆիլմ է։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Աստված երբեմն ստիպված է անսովոր բաներ անել, բայց ոչ քաղցած սրտերի հետ, քանի որ մենք այնքան կշտացած եւ հոգեպես այնքան կույր ենք, որ մինչեւ մի ցնցող կամ վախեցնող բան չանի, օրինակ մեջտեղից ճեղքի ամբիոնը, չենք էլ նկատի։ Կարևոր է քննել մեր շարժարիթները, երբ խնդրում ենք, որ Աստված մոտենա մեր համայնքին։ Նա ուզում է իմանալ, թե ինչու ենք ուզում, որ նա գա։ Նա ուզում է իմանալ, թե ինչու ենք ուզում, որ նա գա։ Ուզում ենք, որ նա գա եւ ինչ-որ բան կարգավորի, թե առանց նրա մեկ օր ավել չենք կարողանում ապրել։ Արդյոք նա մեզ համար ինչ-որ բան տվող է, թե մեր հոգու սիրեցյալն է։ Մեր խնդրանքներում ասում ենք, Տեր, այս բանը կանես, ո Աստված, այս բանը կտաս մեզ, կբացես այս դուռը, կանես այս կամ այն բանը, բայց պետք է կանգ առնենք, քանի որ մեր սրտերը չեն բավարարվում, որովհետև կարևորը ոչ թե իրերն ու խնդիրներն են, այլ նա է։ Մենք Աստծուն ավելի նայել ենք որպես մեր խնդիրների լուծողի, քան թե որպես արքաների արքայի։ Աստված այն մեկն է, ով քննում է մեր սրտի սխալ դիրքերը։ Թույլ տվեք նրան մաքրել մեր սրտերը, ստուգել մեր շարժառիթները, տեսնել, որ նրա կամքն ենք փնտրում, ոչ թե մեր։ Մենք պետք է զգույշ լինենք, որ մեզանում թաքնված ցանկություն կամ եսասիրական նկրտում չլինի։ Նա պատվիրում է մեզ աղոթել եւ փնտրել նրան ոչ թե ինչ-որ մեկի, այլ մեր իսկ կյանքում նրա կամքն իմանալու համար։ Իրականում վերջնական նպատակը քաղաքը չէ, այլ արքայությունը եւ արքան։ Աստծո հետ մտերմությունը քրիստոնեական հավատքի սիրտն է։ Այն առաջագործության հիմքն է եւ մեր իսկ գոյության նպատակը։ Հիսուսի կյանքը մեզ հիշեցնում է, որ թեև առաքելությունն ու կարեկցանքը իրական խթանիչներ են,
Դրանք չեն կարող փոխարինել նրա հետ մտերմությանը։ Աստված ուզում է հայտնել իր գաղտնիքները նրանց, ովքեր մտերիմ են իր հետ։ Պետք է հետևենք Աստծուն։ Որքան շատ ենք հետևում, այնքան շատ ենք հասկանում, որ նրա կարիքն ունենք։ Մենք քո կարիքն ունենք, մենք քո ներկայությունն ենք ուզում։ Եթե քո ներկայությունը մեզ հետ չի լինելու, մենք ոչ մի տեղ չենք գնա։ Ես փափագում եմ քո ներկայությունը։ Աստված, ես քո ներկայությունն եմ ուզում։ Երբ մենք իսկապես ցանկանանք գնալ նրա ճանապարհով, անել նրան հաճելի գործեր, նա կարձագանքի մաքուր սրտերին։ Արթնությանը խանգարող ընդհանուր խնդիրներից մեկն էլ անցյալը անտեսելն է։ Կարծում եմ, երբեմն աշխատասիրության պակասի պատճառով մենք չենք փնտրում օրհնության պակասի պատճառը։ Մեր եկեղեցու նախահայրերը հոգևոր քարտեզագրություն են օգտագործել։ Հոգևոր քարտեզագրություն են օգտագործել, որոնք օգնել են նրանց կենտրոնանալ խնդիրների վրա։ Ինչ պատմություն ունի այս տարածքը, ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այստեղ, անարդարություն, արյունահեղություն, դրժված ուխտեր։ Եթե դու չգիտես, թե որտեղ է խնդիրը, դու չես կարող գնահատել այն։ Բաներ կան, որոնք ժամանակը չի բուժում։ Անցյալի հանցանքների հարցը պետք է լուծել միայն տեղեկացված աղոթքով եւ ապաշխարությամբ։ Մենք չենք կարող թաքնվել Աստծուց։ Ոչ թե Աստված չի ուզում օրհնել մեզ, այլ նա օրհնության իր պայմաններն ունի։ Մենք պետք է ազատվենք այն ամենից, ինչը վիրավորում է Աստծուն։ Կարևոր չէ այն կատարվել է 1, 10, 100, 1000, թե 2000 տարի առաջ, եթե այն վիրավորում է Աստծուն, պետք է ազատվենք դրանից։ Անցյալը հասկանալը կարող է նաև առաջնորդել մեզ, ինչպես առաջնորդեց Եզրասին եւ Օվսիային, աստվածահաճո որոշումներ կայացնելու եւ անցյալի ուխտերը թարմացնելու համար։ Արևմտյան կազմակերպչական մտածելակերպի դրսևորումներից մեկը միաբանություն ստեղծելու փորձն է։ Բայց իրական միաբանությունը հավաքույթներով կամ համագործակցությամբ չի պայմանավորվում։ Ինչպես ուրախությունը, միաբանությունը չի կարող ուղղակի կազմակերպվել։ Այն կարող է իրականություն դառնալ միայն խոնարհության արդյունքում։ Մեզնից ոմանք նույնիսկ չեն փորձում պահել միաբանությունը։ Փոխարենը մենք աստվածաբանական անհամաձայնություններ կամ վիրավորանքներ ենք օգտագործում արդարացնելու մեր անսուրբ բաժանումը։ Այս արարքի արմատը հպարտությունն է։ Սա այն հատկանիշն է, որն Աստված ատում է եւ ակտիվորեն դիմակայում դրան։ Միակ հակաթույնը սրա դեմ մեր սրտերի եւ մարմնի համար Աստծուց թարմ արթնություն խնդրելն է։ Մենք չենք կարող համընթաց գնալ մեկի հետ, եթե չհասկանանք, որ նրա կարիքն ունենք։ Միաբանությունը հայտնություն է։ Այս հայտնությունը գալիս է Աստծո հոգուց, որ միայն միասին կարող ենք ստանալ այն արդյունքը, որն Աստված ուզում է։ Ես մենակ ոչինչ չեմ կարող անել։ Ես պետք է եղբայրներ ունենամ։ Ես պետք է քայլեմ նրանց հետ։ Ես նրանց կարիքն ունեմ։ Մենք ոչ միայն այն տեսիլքի կարիքն ունենք, որ Աստված տվել է մեզ, այլև այն տեսիլքի կարիքը, որ Աստված տվել է մեկ ուրիշին։ Քաղաքին ավելի արդյունավետ ծառայելու համար նա մեզ ասել է, որ մեր անձերը դնենք թե իր, թե միմյանց համար։ Երբ այսպես ենք անում եւ մեզ նայում արքայության տեսանկյունից կամ երբ ընտրում ենք արքայության օրենքները, հանկարծ հասկանում ենք, թե որն է եկեղեցու անարատ վարդապետությունը։ Այն մեր մեջ չէ, այն մեզնից մեկի մեջ չէր, այն բոլորիս մեջ է։ Վերջապես մենք պետք է իմանանք, թե որն է վերափոխմանը ձգտելու ճանապարհին խանգարող մեծագույն խնդիրը։ Ժամանակը։ Մեզնից շատերը չափազանց զբաղված են։ Մենք խոսում ենք ծուլության կյանքի մասին, թեև մեր օրացույցները ավելի ծանրաբեռնված են, քան զբոսայգիները Սուրբ Ծննդյան օրերին։ Անկախ նրանից, թե ինչի մեջ ենք ներգրավված, մեր մտքերը արդեն պատտվում են մեկ այլ խնդրի։ Մենք դեմ չենք աստվածային այցելությանը։ Մենք պարզապես ուզում ենք, որ նա գա մեզ հարմար ժամանակ եւ հարմարավետ կերպով։ Մենք կամենում ենք աղոթել արթնության համար, բայց միայն այն ժամանակ, որն արդեն հատկացրել ենք կրոնական նպատակների համար։ Աստծո մարդիկ շեղված են ուղոց։ Նրանք շեղված են։
Մենք խրվել ենք աշխարհի համակարգի մեջ, մենք այնքան զբաղված ենք այս աշխարհի գործերով, որ ժամանակ չունենք Աստծո համար։ Կամ էլ դե գիտեք, ամեն բան խառնում ենք իրար, ասելով Աստված արդար է։ Դե գիտեք, սա կարծես այն գնդակներից մեկը լինի, որ ուզում ենք պահել օդի մեջ։ Ես հաճախ ասում եմ, որ Հիսուս այն միակ փեսացուն է, ում հետ հարսնացուն գրեթե չի խոսում։ Արթնությունը մի բան չէ, որ կարող ենք ուղղակի ստանալ։ Այն ծնվում է եռանդից, ոչ թե անտարբերությունից։ Եթե իսկապես ուզում ենք, որ մեր համայնքում վերափոխում լինի, մենք պետք է հեռանանք մեր մշակույթի շեղվածությունից։ Երբ Տերը խոսում է մեզ հետ, մենք պետք է որսանք պահը։ Հակառակ դեպքում նրա ձայնը անկասկած կմարի կյանքի աղմուկում։ Մենք 21-րդ դարում կարիք ունենք խլացնելու այս աշխարհի աղմուկը։ Եթե եկեղեցին Աստծո հետ մտերմության մեջ չի քայլում, ապա այն ոչ միայն կորցնում է Աստծուն եւ նրա կյանքը եկեղեցում, այլև չի կատարում իր դերը համայնքի կյանքում։ Կարծում եմ, որքան մոտենում ենք վերջին օրերին, այնքան պետք է միանկյուն քաշվենք եւ որոշենք, թե արդյոք մենք հարմարավետ քրիստոնեական կյանք ենք ուզում, թե Աստծո ներկայությունը։ Մեզ պարզապես անհրաժեշտ է բորբոքել մեր նվիրումը։ Մենք պետք է Աստծո հոգու հանդեպ մեծ փափագ ունենանք։ Տարբերություն կա ուտելու եւ հանդեսելու միջև։ Ժամանակն է Աստծուն փնտրելու։ Ես հավատում եմ, որ այսօր այս պատգամը աշխարհի համար է։ Ժամանակն է Աստծուն փնտրելու։ Ինչպես վկայում են այս ֆիլմի յուրօրինակ փաստերը, համայնքի վերափոխումը եղել է եւ մնում է Աստծո ծրագրի մի մասը։ Սա հիշեցնում է մեզ նաեւ, որ այս հրաշքները կարող են դառնալ մեր փորձառության մի մասը, եթե կիրառենք այս անհրաժեշտ սկզբունքները։ Ժամանակն է բարձրացնել մեր ակնկալիքների չափանիշը, որպեսզի մտնենք Աստծո շնորհքի հողմալիքի մեջ։ Վերափոխումը հասանելի է Աստծո համար։ Տեսնում եմ, թե ինչպես է նա մարդկանց մոտեցնում իրեն ամեն օր։ Գիտեմ, որ սա մարդու գործ չէ։ Սա Աստծո մատն է։ Եթե կանչեք ինձ, ես կպատասխանեմ։ Երբ մենք հպվում ենք Աստծո սրտին, նա սկսում է հոգալ մեր խնդիրների համար։ Եկեղեցին դառնում է հույսի եւ լույսի փարոս։ Հավատացեք Աստծուն։ Հավատացեք Աստծուն արթնության համար։ Տեր, ինչ էլ ինձնից պահանջվի, շնորհք տուր ինձ հասնելու այդտեղ։ Եթե իմ ժողովուրդն աղոթի, ես երկիրն իրենց ձեռքերի մեջ կհանձնեմ։ Ես կապրեմ եւ կմեռնեմ հավատալով, որ իմ մշակույթը կվերափոխվի։ Ժամանակն է անել այն, ինչ Աստված ուզում է, որ անենք։ Երբ Հիսուսը մահանում էր խաչի վրա, նա ասաց. «Ես չպարտվեցի, այլ կատարվեց»։ Ամեն բան շարունակվում է այստեղից։